խտրական վերաբերմունքը չնայած այն ժամանակ այդքան լավ չեմ հասկացել, չեմ պատկերացրել, որ դա խտրական վերաբերմունք է, ուղղակի միշտ լսել եմ այդ ենթագիտակցական այդ բանը կար, օրինակ եթե ես հայաթում նստած գիրք էի կարդում, տարածքում էին մերոնք, կարար ինչ որ ծանոթ անցներ ու իմ մասին հարցնելիս, տատիկիս հարցներ լսում ա գլխով ցույց տալով ինձ էլի ու ես որ պատասխանում էի շոկի մեջ էին գնում ինք խոսել էլ գիտի այդ կարծրատիպային վերաբերմունքը գյուղական միջավայրում կարծում եմ միջև հիմա էլ կա այդ իսկական դժվարությունները դպրոցում սկսեցին դե պատկերացրեք ավելի մեծ միջավայր ու ինչպես գիտենք երեխաները բավականին դաժան են չնայած ես միշտ ասում եմ երեխաները չգիտակցաբար, բայց այո, նրանք նրբանակատություն ասվածը չգիտեն, ասում են այն ինչ որ իրականում կա եւ այն ինչ որ տեսնում են